Բարի առավոտ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը ATV ուղիղ եթերում եւ այս պահին ձեզ սիրով տաղավարից ողջունում են Սուրենը եւ Ադրինեն, իսկ Սոնան քիչ հետո արդեն կմիանա մեզ եւ մենք պատրաստ ենք այս արևոտ ու պայծառ օրը ձեզ նվիրել շատ ժպիտներ, հարևներ ու փորձենք հենց օրը միասին սկսել լավ տրամադրությամբ։ Բարի առավոտ, Ադրինեն ջան։ Բարի առավոտ իմ գեղեցիկ գործընկեր։ Բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին եւս սիրուներս դուք էլ արթնացեք, ձեզ կարգի բերեք, այսպես հագնվեք, գեղեցիկ նախաճաշեք, պարտադիր պայման եւ փորձեք օրը սկսել լավ տրամադրությամբ։ Իսկ լավ տրամադրությունը կփորձենք ապահովել մենք առաջին ծրագիրը։ Մայրական հոգատարություն էջներ մեր եթերում եւ բնականաբար հենց այս էջի հեղինակը մեր հրաշալի Ադրինեն, այո Ադրինեն, շատ կարեւոր է քո բոլոր հորդորները եւ խորհուրդները։ Իհարկե առավոտյան պետք է նախաճաշել, բայց չի ստացվում հենց այդպես միանգամից արթնանալու նախաճաշել, դե մինչեւ առաջին սուրճը չլինի, հետո արդեն այստեղ հերոստանգերցում երկրորդ սուրճը չլինի, մինչեւ եթերի ավարտն էլ արդեն երրորդն ու չորրորդն էլ են գումարում, բայց դու այնպեսի նախաճաշեր ես պատրաստում ես համար, որ հաստատ այդ ամենի տեղը լրացնում։ Ախ, Սուրեն ջան, շնորհակալ եմ, զգացված եմ եւ հուսով եմ, որ այն ինչը մենք փորձում ենք փոխանցել մեր հեռուստադիտողին, հաստատ տեղ է հասնում, հեռուստադիտողը ոգևորվում է մեր այսպես ջերմությունից եւ իհարկե ինքն էլ փորձում է օրը դասավորել բարձր տրամադրությամբ։ Շատ լավ է։ Այսօր մայիսի 8-ն է, Շուշիի ազատագրման օրը։ Ազգային տոն, որը նշվում է Հայաստանում եւ Արցախի Հանրապետությունում։ Այն նշվում է մայիսի 8-ին, 9-ին, որպես 1992 թվականին ադրբեջանական ուժերից Շուշիի ազատագրման եւ Ստեփանակերտի պաշարման ավարտի տարեդարձ։ Երկու հանրապետությունները դինելով նախկին խորհրդային միության մաս, տոնի հետ մեկտեղ նշվում է նաեւ հաղթանակի օրվա ավանդական տոնակատարությունը, որը նվիրված է 1945 թվականին հայրենական մեծ պատերազմի ավարտին։ Օրը Արցախի պաշտպանության բանակի պաշտոնական տոնն է, որը համարվում է նաև բանակի կազմավորման օր։ 2020 թվականին Շուշիի ազատագրման 28-ամյակի տոնակատարությունը չեղարկվեցին, պատճառը COVID-19-ի համավարակն էր։ 2020 թվականի պատերազմի արդյունքում ցավոք Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ ծանր ռազմաքաղաքական պարտությունից հետո վերջին տարիներին Հայաստանում Շուշիի ազատագրման օրը պաշտոնապես չի նշվում, կամ նշվում է շատ սահմանափակ ձևով, առանց պետական մասշտաբով կազմակերպված միջոցառումների։ Սա յուրաքանչյուր հայիս համար գիտակցված օր է եւ գիտակցված հաղթանակի օր, որովհետեւ այնինչ արվեց իհարկե այն նվիրալների կողմից ու շնորհիվ, որոնք մեր պատմության էջերում մեզ համար մնում են որպես վառօրինակներ եւ համոզված եմ, որ այս տոնի հետ կապված չնշվելու հետ կապված պարզապես եմ ասում մատը դրել ենք փոքրիկ պաուզայի վրա, որովհետեւ հետո նորից պիտի շարունակվի նշվել ու նշվել մեծ տոնակատարությամբ, այնպես որ համոզված ենք, որ հենց այդպես է լինելու է Ադրինե եւ Համենայն դեպս այո ճիշտ ես ասում, ամեն դեպքում շնորհավորում ենք եւ ասում ենք փառք ու պատիվ այն հերոսներին, ովքեր այո նվիրաբար իրենց կյանքը զոհեցին հանուն այս հաղթանակների եւ ես համոզված եմ, որ դեռ մենք փառքով եւ շուքով տոնելու ենք այս օրերը։ Անպայման, անցնենք առաջ, աշխարհահռչակ էքստրեմալ մարզաձևերի մարզիկ, դերասան, պորոշուտիստ Ռուսաստանի ռեկորդների գրքի կրկնակի ռեկորդագիր Սերգեյ Բոյցովն ազատի ճամբարի վրա 2450 մետր բարձրության վրա օդապարիկում սեղանի թենիսի յուրօրինակ խաղից հետո սեր է խոստովանել Հայաստանին։ Նա Հայաստանից ստացած իր տպավորություններով կիսվել է Instagram-ի իր էջում հրապարակելով նաև տեսանյութ, ահա մենք հիմա տեսնում ենք այդ տեսանյութը, հիանալի է։ Straight to business, I don't even wanna chat. Going out, gotta push it to the max. They get Nazi. In a party, all I'm saying is, oh gosh. Once I'm up, then I don't stop. One time and I'm in the zone. Nah, like that. In a party, all I'm saying is, oh gosh. Once I'm up, then I don't stop. Այո, եւ իհարկե սերը խոստովանել հետեւյալ ձև. Մեծ շնորհակալություն հայ ժողովրդին, յուրընկալության, ավանդույթների, բարության, լույսի եւ սիրո համար։ Շատ կարեւոր է թե ինչպես ազգի ներկայացուցիչը ձեզ ցույց կտա իր երկիրը, կտա ձեզ առաջին փորձը այս վայրի մասին ճիշտ եզրակացություն անելու համար եւ կսովորեցնի ձեզ հիշել, որ Հայաստանը սեր է, նշել է նա։ Այնպես որ սա իհարկե եւս մեկ հիանալի առիթ է աշխարհին ցույց տալու թե ինչքան մեծ սեր կա մեր երկրում, պարզապես պետք է այդ սերը տեսնել, գնահատել
սփռել բոլորին եւ սեր տալ, որպեսզի հենց այդպես էլ պատասխանը գա արևի շնորհիվ, ջերմության շնորհիվ, մարդկային շփման շնորհիվ եւ չմոռանալ, որ ամեն ինչ հենց բարության ու ժպիտի մեջ է։ Այո, եւ շնորհակալության։ Եթե մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր մեր ապրած պահից եւ ընդհանրապես ինչը որ մեր շրջապատում կա, մեր սիրելիները, մեր շրջապատը, մեր հարազատները, մեր մտերիմները, մեր ընկերները, բոլորին շնորհակալ ենք, որ մեր կողքին են կան եւ փորձենք արարել մեր աշխատանքը կատարել շատ լավ, մենք յուրաքանչյուրս գտնվենք մեր տեղում, որպեսզի ամեն բան լավ լինի։ Եվ ինչպես ասում էր Իվետա Մուկուչյանի երգում, սեր կա երկնքում, Երևանի, բայց այս պահին սիրո հետ մեկտեղ Երևանի փողոցներում կա խցանումներ, որոնք ուզենք չուզենք այդպես է, քանի որ այսօր աշխատանքային են, վաղը ոչ աշխատանքային, երևի շատերը որոշել են շատ արագ փակել իրենց բոլոր աշխատանքները, գործերն ավարտին հասնել, սարսափելի իրավիճակ է տիրում այս պահին Արաբկիրի շրջանում, տեսնում ենք գրեթե անանցանելի են փողոցները, չգիտեմ ինչի հետ է կապված, նույնիսկ վթար կա, եւ հենց այստեղ, չգիտեմ, երևի այս վթարի հետ է կապված, երևի այսօր ինչ որ բան կա, որպեսզի բոլորը հասցնեն ավարտեն իրենց աշխատանքը, Արաբկիրի շրջանը ամբողջությամբ կաթվածահար եղած է, մեքենաները երևի թե 10 բալ կգնահատվի հայց խցանում հենց այս հատվածում, ինչպես տեսնում ենք մուգ կարմիր են, իսկ սա նշանակում է, որ երևի չեն շարժում, մեքենան այնպես կանգնած մնացել են։ Ամբողջ Արաբկիրի շրջանը, Դավթաշենի կամուրջ, Վաղարշյան, Կոմիտասի պողոտա երկկողմանի, դեպի իհարկե բարեկամություն գնացող Կիևյան կամուրջը, Օրբելի եղբայրներ փողոցը, Բաղրամյան իջնող փողոցը, ահա Սարալանջում տեսնում ենք երկու վթար կա արդեն, ինչ որ խելահեղ իրավիճակ է քաղաքում տիրում չենք հասկանում ինչի, երկու վթար, որի հետևանքով էլ Սարալանջը նույնպես կաթվածահար եղած է։ Փոքր կենտրոնը, Կորյուն փողոց, տեսնում ենք այստեղ բավականին շատ են խցանումները, ամբողջությամբ երևի թե ուսանողական հատվածը մայրաքաղաքի խիտ խցանված է։ Միասնիկյան իջնող հատվածում էլ այս պայդրությամբ արդեն կոնկրետ խցանում կա գոյացած։ Դե տեսնենք ինչ է կատարվում ավելի, այո։ Գայի պողոտան մի քիչ ազատ է, գրեթե այո, ազատ է, Մոլդովականում թեթևակի խցանում կա, բայց երևի ամբողջությամբ խցանումը տեղափոխվել է հենց կենտրոն։ Այստեղ արդեն Իսակովի պողոտան նույնպես խցանված է, Աթենքի փողոցն է խցանված, խցանումներ կան երրորդ մասի հատվածում, Գարեգին Նժդե Արշակունյան, բավականին շատ են։ Մի խոսքով, մեր խորհուրդը ձեզ, տանից դուրս մի եկեք այս պահին, եթե դեռ տանն եք, հետևեք մեր ծրագրին, Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն թույլատրվում է եւ իհարկե շատ լավ է, որ դուք դիտում եք հենց առաջին ծրագիրը մեզ հետ միասին։ Հետո արդեն հանգիստ կարող եք ուշացած գնալ գործի, ասեք, դե մենք առաջին ծրագիրն ենք դիտում, դա թույլատրված է օրենքով։ Այնպես որ հիմա էլ կարճ դադար կլինի մեր եթերում։ Հետո արդեն կվերադառնանք ու գնանք խոհանոց, այսօր Ադրինեն համեղությունները մեզ համար պատրաստել։ Շատ համեղ է լինելու։ Շատ լավ։ Այսպես ուրախ ու լավ տրամադրությամբ քայլ առ քայլ շարժում ենք առաջ, դրսում արևն է, շատ խցանումները, իսկ դերսում լավ ու պայծառ տրամադրությունը։ Համոզված եմ, ձեր ներսի արևը էլ ավելի է շողում, որպեսզի այսօր ջերմացնի ձեր սիրելիներին ու հարազատներին։ Այսպես սկսում ենք առավոտը լավ տրամադրությամբ ու ժպիտով։ Շատ կարևոր է, որ այդ առավոտը նաև սկսվի կաթնամթերքի մեծ իհարկե պաշարով, որը կտա այն տրամադրությունը, որը հաստատ այսօրվա ընթացքում այդ էներգիան շատ կարևոր է ձեզ։ Այնպես որ իհարկե կաթնամթերքի լայն տեսական ներկայացնում է Էլոլա ընկերությունը, որը իհարկե կներկայացնի ձեզ համար ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցները արդեն իսկ ունեն հնարավորությունը հայկական խանութներից ձեռք բերել սյունած լեռների համը Էլոլա ապրանքանիշի ներքո։ Դե բնականաբար երեկոն էլ պետք է ավարտել սիրելիների ու հարազատների հետ, իհարկե Էջևանի գինուգործանի կողմից առաջարկվող բրիզ փրփրուն ռոզե գինյով, որը հաստատ կտա այն համեղ տրամադրությունը, որն հարկավոր է տոնական օրից առաջ, որովհետև վաղը ոչ աշխատանքային է, այնպես որ կարող եք ձեզ թույլ տալ այն գինիները տրամադրությունը բարձրացնող, որոնք այսօր արդեն իսկ ներկայացնում է Իջևանի գինու գործարանը։ Դե իհարկե, չմոռանանք նաև ամենակարևորի մասին կազմակերպել օրվա կարևոր տրամադրությունը Հայաստանի սահմաններից դուրս, դա իհարկե պետք է նախօրոք ծրագրավորել, իսկ պահիտա կարող եք որոշել, որ Երևանի սահմաններից դուրս միգուցե էլի կան հետաքրքիր վայրեր, միգուցե չէ, հաստատ կան հետաքրքիր վայրեր, որոնք բացահայտում է մեր գործընկերը Արթուրը եւ իհարկե ներկայացնում է բոլորիս։
Ես առաջարկում եմ նրա հետ հիմա տեղափոխվել այն վայրը, որը այսօր նա ներկայացնելու է, եւ երևի թե հարմար պահ է վաղը ոչ աշխատանքային, կարող եք գնալ եւ նաեւ ուրբաթ շաբաթ կիրակին անցկացնել հենց այնտեղ, որտեղ Արտուրը ձեզ կուղղորդի։ Գիտեք ինչու եմ այսքան անկեղծ ժպտում, որովհետև մեր հաղորդման շրջանակներում պատիվ ունեմ լուսաբանել այն թատրոնը, որտեղ ես ստեղծագործում եմ։ Առաջին Հայաստանի տեխնիկային թատրոնը, որը կրում է Ստեփան Ալիխանյանի անունը։ Իսկապես շատ ուրախ եմ, շատ հաճելի է, որ կիսվում եմ ձեզ հետ իմ առօրյայով։ Տեխնիկային թատրոնը մի ուրույն հեքիաթային աշխարհ է, որտեղ վարակույրի բացվելուն պես երեխան հայտնվում է այդ աշխարհում եւ որտեղ ձևավորվում է երեխայի գեղագիտական ճաշակը եւ սերը առ թատրոն։ Իսկ այժմ ես ուշանում եմ փորձից, գնանք միասին փորձի։ Չէ, ֆռնձում եմ։ Հա, գիտեք, տեսեք, ես էլ իմանամ։ Բոլորս էլ այդպես ենք, քանի էջեր են վարել հետո փոշմանել։ Արի փորձենք Թումանյան, Զավեշտավիք եմ, մեկում եմ։ Թումանյան ջան, Սա տեխնիկային թատրոնի տեխնիկների պահոցն է։ Խաղացանկային ներկայացումների տարբեր տարիների տեխնիկները այստեղ ենք պահում, իսկ ահա կոնկրետ այս տեխնիկը, կապիկը 1937 թվականի տեխնիկ է։ Պատկերացնում եք ինչ պատմական արժեք է ներկայացնում իրենից այս տեխնիկը։ Սա էլ տեխնիկային թատրոնի երկրորդ նորաբաց դահլիճն է, որտեղ բեմադրվելու են ներկայացումներ արդեն մեծահասակ հանդիսատեսի համար եւ այստեղ դեռ բազում պրեմիերաներ են սպասվում։ Տեխնիկային թատրոնի մասին էլ ավելի մանրամասն մեզ կպատմի թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը։ Այժմ գտնվում ենք Հայաստանի առաջին պետական տեխնիկային թատրոնում, որը հիմա վերանվանված է Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տեխնիկային թատրոն։ Թատրոնի մանկական դահլիճում ենք, դահլիճը բավականին փոքր է, 120 տեղ, բայց ջերմությունն այնքան մեծ է, որ այդ փոքրությունը չի խանգարում։ Թատրոնը բավականին ակտիվ պրոցեսի մեջ է, այս պահին պրոցես է անցնում, բեմադրում ենք Խնկո Ապոր գործերից, հանձնարարված է Լևոն Կաժոյանին, դերասան, որ բեմադրի Մկների ժողովը, եւ Մկների ժողովը համարնել ենք Սուտլիկ Որսկան տարբեր թեմաներով, բավականին հետաքրքիր պրոցես է ստացվում ու կարծում եմ նորություն կլինի հանդիսատեսի համար։ Տեսնենք ընթացքը ինչպես կլինի եւ շուտով պատրաստվում ենք առաջնախաղի։ Ավետիք Իսահակյանի 150-ամյակին ենք պատրաստվում։ Իսահակյանի գործերը բավականին բարդ է դարձնել թատերային, բայց մենք այդ ռիսկին գնացինք եւ ընտրեցինք գործերից մեկը Նոկիմ քաղաքի խելոքները, բայց ներկայացումը ավելի էսթետիկ դարձնելու համար նախապրոցես պիտի բեմադրվի, բեմադրում է մեր ռեժիսոր Անի Մարգարյանը։ Ներկայացումից առաջ բեմում են տեխնիկներով մեր հայոց մեծերը։ Ֆրունզիկ Մկրտչյան, Ավետիք Իսահակյան, վերջից եմ գալիս, Հովհաննես Թումանյան, բավականին հետաքրքիր է, Շիրազ նաև, ու կարծում եմ դա մեր թատրոնի համար կլինի յուրահատուկ ներկայացում, որովհետև մեծին ներկայացնել հավուր պատշաճի, դա շատ կարևոր է եւ նաեւ կարևոր է դաստիարակչական պրոցեսը, որպեսզի մեր մանուկները մեր մեծերին նաեւ ճանաչեն թատերային ձեռագրով։
Ես կարծում եմ դա էլ բավականին հետաքրքիր ներկայացում կստացվի։ Տիկնիկային թատրոնի հեքիաթային կողմի մասին, այդ հավատքի մասին, թե ինչպես է, իհարկե ես պետք է պատմեմ ավելի շատ, ուղղակի մի քիչ ինչպես է տիկնիկը ձևավորվում, կենթանություն ու շունչ ստանում։ Տեսեք, դա այդ ամբողջ process-ը ինչի մասին ուզում եք իմանալ, դա թատրոնի մոգականության մասին է խոսում։ Եթե թատրոնն իր մեջ չի ներառում այդ էներգետիկ դաշտը, ինչքան ուզում է գեղեցիկ տիկնիկ պատրաստես, ինչքան ուզում է շքեղ ներկայացում ունենաս։ Եթե այդ մոգականությունը չկա, ուրեմն ավելի լավ է ոչինչ չանել։ Իսկ երբ որ կա այդ մոգականությունը, այդ ձգողական էներգիան, որը ներկայացման ընթացքում նաև առաջանում է դերասան ու հանդիսատես խաչասերման, արդյունքում դա հրաշքների հրաշքն է։ Այդտեղ է թատրոնը ստեղծվում, թատրոնը սկսվում է այդտեղից։ Փորձերն ամենակարևորն են, բայց հանդիսատես, հատկապես որ հանդիսատեսը քո երեխան է, երեխաների ու բեմի այդ սրբությունը ես չեմ վախենում այդ բառն ասել, որովհետև թատրոնն իրապես եկեղեցի է։ Այդ էներգետիկ դաշտի շփումից դու ստանում ես աղոթք։ Եվ երբ որ ներկայացումների ավարտին այդ փոքրիկ թաթիկներից ծափերը լսում ես, դա ամենամեծ աղոթքն է, որ բարձր հնչվում է այդ բալիկների թաթիկներից։ Ու երբ որ թատրոնում շաբաթը գոնե մինիմումն եմ ասում 4-5 անգամ այդ աղոթքը հնչում է, դա խոսում է արդեն իրոք հրաշքի մասին։ Եվ այն անձինք, ովքեր ստեղծագործում են այդ թատրոնում, իրենք էլ են վարակվում դրանից։ Եւ իրենք էլ կյանքում դառնում են այդ հրաշքից մի մասնիկ, ովքեր օրինակ են դառնում հասարակության համար, ցանկացած դրսևորումներ։ Չգիտեմ, թատրոնը լավ բան է։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ եմ շնորհակալ։ Hey, right. Hey. Իսկ դուք մնացեք մեր եթերում։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Բարի շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը։ Ես ոչ միայն հասել եմ տաղավար, այլև եկել եմ խոհանոց Ադրինեի կողքին, որպեսզի ծանոթանամ օրվա բաղադրատոմսին։ Դու արդեն երևի ասել ես, չէ՞։ Չեմ ասել։ Ինչ լավ է։ Սոն ջան, բարի առավոտ։ Այո, քեզ ենք սպասում, սիրելիս։ Այո, մենք հասկացանք, որ իսկապես քարտեզով նայեցինք, ինչպիսի խթանումներ էր։ Այո, մոտավորապես պատկերացրեցինք, որ կողմերում կլինես։ Եվս մեկ անգամ բարի առավոտ մեր հեռուստադիտողին եւ միասին Սոնայի հետ այսօրվա բաղադրատոմսը կներկայացնենք։ Սոնա ջան, շատ համեղ ուտեստ ենք այսօր պատրաստելու, այսինքն ոչ թե ուտեստ, այո, այլ կարկանդակի տարբերակ, այսպես։ Ահա, ես այստեղ ունեմ հրաշք մի բան, դա խմորի հոտը զգում եմ, այո։ Ես այստեղ խմոր ունեմ արդեն նախապես պատրաստված, ամենահեշտ տարբերակով ջուր, ալյուր, աղ, որևիցե այստեղ հավելում չկա, պարզապես դա խորոք ենք պատրաստել, որպեսզի ընթացիկ հեշտ լինի ամեն բան։ Ահա, խմորով կարկանդակ ենք պատրաստելու եւ միջուկ պետք է դեռ տապակենք, միջուկն էլ բաղկացած է լինելու, ահա, աղացած մսից։ Աղացած մսի վրա իհարկե հավելումներ ենք ավելացնելու, բնականաբար համեմունքներ, այն տապակելու ենք եւ լցոնենք մեր խմորի մեջ։ Եվ հիմնականում իհարկե շատ օգտագործելու ենք պանիր։ Սոլոգունի, այո։ Էլոլայի սոլոգունի պանիրը։ Բարի ես շատ եմ սիրում անկեղծ։ Ես էլ ամենասիրելի պանիրի տեսակն է։ Այո, եւ շատ հավանում եմ ես էլ եւ իմիջիալոց նշեմ, որ ուտեստների
հետ շատ հարմար է, շատ այսպես ասած սազական է, շատ հարմար է, հատկապես եթե ուզում ես այնպիսի ուտեստներ պատրաստել, որտեղ պետք է պանիրը հալ չի, այսպես ծորի, այնպես որ շատ հարմար տարբերակ է սուլուգունին։ Ես վստահ եմ Սուրենի այդ ընթացքում այդպես փոքրիկ բրդուճիկներ կանենք սուլուգունիով եւ հացով կվայելեք, այո, մինչ պատրաստ կլինի հիմնական բաղադրատոմսը։ Ես իմիջայլոց ընթացիկ կփորձեմ, այո, փոքրիկ պատարիկներ պատրաստել եւ հրամցնել գործընկերներիս, դա էլ ընթացիկ անպայման կանենք, որպիսի քաջալերենք ձեզ, որպիսի դուք անպայման նախաճաշ պատրաստեք եւ առանց նախաճաշի տանից դուրս չգաք։ Անպայման սիրելիներս, գոնե մեկ պատառ հաց եւ պանիրը կարծում եմ շատ տեղին կլինի։ Եվ այսպես անցնենք առաջ, առաջին հերթին ինչ ենք անելու։ Մենք աղացած միսը մի փոքր ուրեմն յուղով պատենք, փափկացնենք, այո, փափկացնենք, թողնենք իր գոլորշիով, այսպես ասած, եփվի։ Ահա, կծածկեմ թավայի կափարիչը եւ կսպասենք մինչ այսպես հանգիստ իր համար տապակվի։ Եվ այս ընթացքում մենք կարող ենք քերջով անցկացնել պանիրը։ Ես կանեմ դա։ Ահա։ Ես բայց անպայման կուզեմ որ դու ձեռնոցներ հագնես, որպիսի այո, քեզ անհարմար չզգա սիրելիս։ Այսպես եւ իհարկե կտամ ձեռնոցներ, այո սիրելիս, խնդրեմ համեցեք։ Շնորհակալություն։ Այ այսպես, ես էլ հիմա մոտավորապես հենց թասիկի մեջ կփորձեմ այսպես, եթե կարելի է Սոնջան, ալյուրը փոխանցես ինձ, շնորհակալ եմ շատ։ Որ չափով ես ուզում որպես։ Խոշոր, այո, որից է հարց չունենք, որովհետև պանիրը եւ խճողակի ուրեմն մեջ ենք խառնելու, ընդհանուր մսի հետ ենք խառնելու եւ իհարկե երբ խճողակը լցնենք խմորի վրա մսի երեսին էլ էլի պանիր կցանենք, միս խմորը կծածկենք եւ այդպես կտեղափոխենք ջեռոց։ Չբաղադրատոմսը սպասվում այսօր մեզ։ Այսօր այսպես մտածեցի, չնայած մենք երեք էլ մի տեսակ այսպես խմորային վիճակներ էինք ստեղծել։ Շատ համեղ պիցա ենք կերել, սիրելի հեռուստադիտողներ, երեք այսպես շատ խրթխրթան էր ստացվել եւ շատ համեղ։ Այո, եւ հիշեցնել, կարող ենք հիշեցնել, թե երեք ինչ ենք պատրաստել։ Մենք տոստի հացերով հիմքը պիցա ենք պատրաստել, բայց հիմքը ոչ թե այսպիսի ամենապարզ հասարակ խմորն էր, այլ տոստի հացը, այսինքն պատրաստի վիճակում հացը շարեցինք թավայի վրա, ինչ որ նախընտրում էինք, մենք նախընտրեցինք երեք երշիկ, պղպեղ, սունկ եւ այդպես տեղափոխեցինք այդ հացիկների վրա, պանրով բնականաբար ու տեղափոխեցինք ջեռոց, ստացվեց շատ համեղ, շատ պարզ եւ հասարակ պիցա։ Այնպես որ արագությունը այդ ուտեստի պատրաստման շատ ոնց որ գրավիչը հենց դա է։ Այո։ Եվ այսօրվա բաղադրատոմսն վստահաբար շատ գրավիչ է ստացվել։ Այո, այսօր արդեն ամեն ինչ ավանդական ձևով խմոր ունենք։ Եվ քանի որ մենք այստեղ արդեն հիմնական գործընթացի մեջ ենք, կարող ենք ունենալ կարճատև դադար։ Իհարկե կարող ենք ունենալ, քիչ հետո շարունակենք մեր գործը, հիմա թող լինի դադար։ Մնացեք առաջին ծրագրի հետ։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ արդեն երկրորդ տարին է Պրիմավերա հայկական հիմնադրամը Առնո Բաբաջանյան համերգասրահի աջակցությամբ կազմակերպում է կամերային երաժշտության դպրոց։ Այս տարի դպրոցում ներգրաված են նաեւ արտասահմանցի երաժիշտներ։ Բոլոր հայ մասնակիցների համար դասընթացները կլինեն անվճար։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Primavera Foundation of Armenia հիմնադրամի նախագծերի պրոդյուսեր Աննա Պրոնիչևան եւ Primavera Foundation of Armenia հիմնադրամի զարգացման ծրագրերի մենեջեր Միլենա Մանուկյան, ով նաև մեզ կօգնի հաղորդակցվել մեր հյուրի հետ, քանի որ մեր հյուրը խոսել է ռուսերեն։ Բարի առավոտ, դոբրոց։ Բարի ձեզ։ Ինչ լավ է։ Մի փոքր խոսենք ծրագրից, պիտի խնդրեմ ներկայացնենք։ Իհարկե։ Ծրագիրը իրենից ներկայացնում է կամերային երաժշտության դպրոց 4 օրերի ընթացքում մեր մասնակիցները, այս տարի ունենք 14 մասնակից եւ համապատասխանաբար 8 անսամբլներ, ինտենսիվ դասընթացներ են անցկացնում Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Կրասոցինայի հետ իր գլխավորությամբ ու գալա համերգին 5-րդ օրը, որը իդեպ վաղն է, կլինի արդեն համերգը իրենց այս 4 օրերի ընթացքում այն ծրագիրը, որոնք նրանք մշակել են, որոնց վրա աշխատել են, կներկայացնեն հենց վաղը համերգի ժամանակ։
Քանի որ արդեն երկրորդ տարին է իրականացվում, փորձի մասին կուզեմ պատմեք, նախորդ տարին ինչպես է անցել եւ ինչ հետադարձ կապեր եք ստացել։ Նախորդ տարի էլի շատ լավ անցավ դպրոցը, շատ գոհ էին աշակերտները, երաժիշտները, ովքեր մասնակցեցին դպրոցին։ Մի քանի աշակերտներից նաև վերցրել ենք feedback, հետադարձ կապ ու իրենք շատ գոհ էին հենց դասընթացավարի մեթոդաբանությունից, իր մոտեցումից երաժիշտների նկատմամբ։ Դրա համար այս տարի նորից կրկնվում է դպրոցը ու այսուհետ кլինի շարունակական։ Анна, Primavera Foundation of Armenia. Пожалуйста, расскажите историю проекта. Почему в Армении, почему вы здесь? Это все связано с командой фонда и с Еленой, которая проживала тут 12 лет. И у нее много знакомых, много людей, которые связаны и теперь помогают и с фондом. Вот. И фонд уже существует 3 года. И имеем такую небольшую историю. Այո, հենց թիմի հետ է կապված ֆոնդի, որովհետև մենք առաջինը մեր գործունեությունը ծավալում ենք Հայաստանում եւ Ելենան, գործադիր տնօրենը եւ համահիմնադիրներից մեկը, արդեն 12 տարի է աշխատում է եւ մեծամասամբ ապրում է Հայաստանում։ Դրա համար մեծ ծանոթություններ ու ունենք շատ գործընկերներ, ովքեր մեզ օգնում են հենց այդ ծրագրերի հարցում, արդեն 3-րդ տարին է, որ գործում ենք։ Уже 3-й год. И ваши впечатления, пожалуйста. Если честно, я никогда до этого не работала в фонде. Я работала с классической музыкой, с образованием. И тут получилось так, что все это соединилось вместе. Вот, и мне кажется, камерная школа — это как раз такой бриллиант, который нам удалось сделать. Получилась очень интересная и творческая школа. Ирина Красотина отобрала из 14 участников 8 ансамблей. У нас из инструментов скрипка, виолончель, кларнет, флейта, классическая гитара, фортепиано. Ирина Красотина считает, что за школу ребята очень постарались, каждый отличился мастерством, талантом. Но самое главное, ребята научились слушать, чувствовать и творить музыку вместе. Աննան Հայաստանում սկսել է աշխատել, որով մեր ֆոնդում, նախ առաջին անգամ է սկսել աշխատել ֆոնդում, երկրորդ նաև մինչ այդ աշխատել է դասական երաժշտության հետ եւ ուսումնական ծրագրերի, իսկ մեր ֆոնդը դրանք համախմբում է ու կամերային երաժշտության դպրոցը հենց այն ադամանդն է, որ մենք կարողացել ենք ստեղծել այս տարի աշակերտները հանդես կգան ինչպես ջութակով, այնպես էլ դասական կիթառով, թավջութակով եւ այլ գործիքներով Իրինա Կրասոտինան արդեն կիսվել է իր կարծիքով ու ասում է որ տաղանդները շատ են ու շատ լավ աշակերտներ են ընտրված։ Իսկ ընդունելությունը ինչպես է կատարվում, որովհետեւ առանձնահատուկ նշված է, որ հայ երեխաների համար անվճար է ուսուցումը։ Մենք բացում ենք application-ները, դիմումների հայտը ու այդ մասին հայտնում ենք իհարկե մեր սոցիալական մեդիայում, ինչպես նաև վեբկայքում։ Դիմում են բոլորը, ինչպես նշեցիք դուք արդեն, հայ երաժիշտների համար դպրոցը լրիվ անվճար է։ Այս տարի նաև արտասահմանից են դիմել, այդպես է ստացվել, հենց Իրինա Կրասոտինայի հետ աշխատելու համար, որովհետև լսել են նրա մեթոդաբանության մասին։ Եվ դրա արդյունքում արդեն երբ դիմումները փակվում են, հենց մենք եւ Իրինա Կրասոտինան անցնում ենք դիմորդների ցուցակով, ընտրում ենք բոլորին ու փորձում ենք դրանցից համախմբել տարբեր ансамблեր։ Տարիքային սահմանափակում կա։ Да, есть. У нас есть ведь возрастное, да? Да, но в этом году мы увеличили рамку, и теперь у нас гораздо больше возрастная рамка. Самый молодой участник самый. У нас примерно все в 16-15 лет, самый молодой, по-моему, 14. Молодой гений, да? А самый старший? 27. Այսինքն սկսում ենք մոտավորապես 15-16-ից, այս տարի ամենաերիտասարդը 14 է, իսկ ամենամեծը 27։
Պրոյեկտը ավարտվում է, հետո ինչպես ենք մենք պահում այդ ամբողջ կապը, մասնակիցների հետ ունենք այդ կապի շարունակությունը, թե ավարտվեց պրոյեկտը, շնորհակալություն, հաջողություն։ Իհարկե ոչ։ Շատ լավ հարց էր, որովհետև բոլոր այն մասնակիցները, ովքեր պարբերաբար մասնակցում են մեր մաստեր կլասներին, ովքեր գալիս են դասընթացներին, մենք իրենցից ընտրում ենք տաղանդավորներին, իրենք հետագայում շարունակում են մեզ հետ աշխատանքը, օրինակ կամերային երաժշտության դպրոցից արդեն երբ վաղը կլինի համերգը ու մասնակիցները հանդես կգան, կընտրվեն մի քանիսը, ովքեր կմասնակցեն հուլիսի 10-ին մեր այլ միջոցառմանը, նորից հանդես գալով իրենց ստեղծագործություններով։ Եվ երեխաների մեջ կապն էլ, հա, որովհետև արտասահմանից կան երաժիշտներ եւ կան հայ։ Ինչպես է այդ կոմունիկացիան ստացվում, ինչպես են ինտեգրվում, ընկերանում են արդյոք թե ոչ։ Ընկերանում են, շատ լավ են ընկերանում, օրինակ մասնակիցներից մեկը ռուս է, ով արդեն մի քանի տարի է ապրում է Հայաստանում, ու ինքը ընկերացել է մեր ծրագրերից դուրս, դեռ ավելի շուտ ընկերացել է հայ երաժիշտներից մեկի հետ ու միասին կազմել են անսամբլ ու եկել են մասնակցելու կամերային երաժշտության դպրոցին, սա ամենավառ օրինակներից մեկն է։ Իսկ սահմանները արդյոք դուրս է գալիս Հայաստանից մասնակիցների հետագայու անելիքների կամ հենց փառատոնի սահմանները կարող է դուրս գալ նաև Հայաստանից եւ, չգիտեմ, մեր մասնակիցների մասին արդեն իմանան նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Իհարկե ծրագիրը կլինի միշտ Հայաստանում, որովհետև սա Երևանի կամերային երաժշտության դպրոցն է ու մենք դրանով ուզում ենք ուշադրություն գրավել հենց Երևանի ու Հայաստանի վրա, բայց մեր երաժիշտների մասին բնականաբար արտասահմանում լսում են ու մենք ունենք մասնակիցներ, ովքեր արդեն մի քանի անգամ մաստեր կլասների ու դասընթացների մեզ մոտ մասնակցել են ու օրինակ նոյեմբերին գնացել էին Դուբայ ու այնտեղ ելույթ են ունեցել։ Анна, какие ожидания? От школы? Да, от всего проекта. Слушайте, это уже второй год, и в этом году впервые у нас заявки из-за границы. И эти музыканты хотели попасть именно к Ирине, потому что Ирина — это личность, ее подход уникален, у нее удивительное чувство вкуса, профессионализм и отличное чувство юмора. И она умеет слушать музыкантов, и всем ребятам очень нравится процесс и мастер-классы, и все уже второй год возвращаются, так что мы ждем камерную школу в следующем году. Я была на самих мастер-классах, я приходила, слушала, наблюдала, как проходит процесс, и могу вам сказать, что программа вечера обещает быть просто прекрасной. Сам концерт будет 9 мая в Арно Бабаджаняна. Прозвучат произведения Моцарта, Мендельсона, Грига, также армянских композиторов Арама Хачатуряна и Карена Хачатуряна. Вот, так что приходите, будем рады видеть. Спасибо. Աննան ինքը արդեն գնացել է դասընթացներին ու լսել է ինչպես են երաժիշտները նվագում։ Սպասումները շատ մեծ են, որովհետև Իրինա Կրասոտինան հենց ինքը շատ մեծ անձնավորություն է ու ամեն մասնակցի անհատական մոտեցում է ցուցաբերում։ Պրոգրաման ծրագիրը կլինի շատ հագեցած ու անընդհատ փոփոխական, համերգը կլինի վաղը մայիսի 9-ին երեկոյան ժամը 7-ին Արնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, մուտքը ազատ է ու անվճար, դրա համար մենք սպասում ենք բոլորին եւ շատ հետաքրքիր է լինելու, որովհետեւ կհնչեն ինչպես Մոցարտի գործերը, այնպես էլ Մենդելսոնի, այլ համաշխարհային կոմպոզիտորների եւ հայ композиторներից Արամ Խաչատուրյանի եւ Կարեն Խաչատուրյանի գործերը։ А у вас есть любимый композитор? У меня лично? Да. Шостакович любимый. У меня Рахманинов. Хорошо, продюсировать такой проект приятно или есть очень много сложностей? Я продюсирую концерт уже давно. И образовательная история, она немного другая, нужно очень много учитывать разных моментов, но на самом деле это большое удовольствие. И общаться и с командой, и с участниками, и с работниками зала. И мне очень нравится. Хорошо. Ուզում ենք ձեզ ներել Սարգոն Սպիտակ Չորգինին, белое сухое вино от Гиванского винного завода, и я думаю, что это будет хорошее вот
хороший вкус проекта. Այնպես որ սա ձեզ Շատ շնորհակալություն։ Я узнаю здесь махтер хաջողություններ եւ համոզված եմ որ հենց այդպես է լինելու։ Удачи вам в проекте. Я думаю, что уже фидбэк будет очень хорошим и приятным. Մենք էլ ենք համոզված, շնորհակալություն։ Կլինի կարծատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի առավոտ իմ թանկագին հեռուստատիտողներ ջան։ Այսօր պատրաստում ենք շատ համեղ կարկանդակի տարբերակ։ Իհարկե խմորով ենք պատրաստելու, եթե մեզ հետ եք եղել մինչ այս պահը, ապա հիշում եք, որ ես ասացի, այստեղ խմոր ունենք, արդեն պատրաստի վիճակում ջուր, ալյուր, աղ ամենահասարակ տարբերակը։ Եվ իհարկե հիմա խճողակն ենք պատրաստում, որովհետև պետք է լցոնենք, պանիր վրան լցնենք ու տեղափոխենք ջեռոց։ Ահա, այս պահին միսը տապակվել է։ Եվ ես ասեմ, թե ինչ ենք ավելացնելու, սիրելիներս, ահա այստեղ տեսնում եք, ես գազարն էի կտրատում, հիմա միասին կշարունակենք կտրատել, եւ այստեղ մի քանի պճեղ շատ բարակ, այսպիսի փոքրիկ սխտորի կտորներ ավելացնենք, որպեսզի համեղ ստացվի մեր խճողակը, եւ իհարկե գազարը ամբողջությամբ կտրատենք եւ ավելացնենք մեր մսի վրա։ Մսի վրա կարող եք ավելացնել ձեր նախընտրած բանջարեղենները, իհարկե այստեղ գունավոր պղպեղներն էլ շատ լավ կլինեն, բայց ես քանի որ երեք մենք պիցցան պատրաստել էինք պղպեղով, սնկով, ես որոշեցի այսօր միջուկ ավելի թեթև պատրաստել, թող ոչինչ, այսպիսի տարբերակ լինի, ընդամենը գազարով, սխտորով եւ իհարկե համեմունքներ ենք օգտագործելու շատ։ Ահա։ Վերջին կտորն էլ կտրատեմ եւ իհարկե ավելացնենք։ Այստեղ ինչպես տեսնում եք ունենք նաեւ կանաչիներ։ Կանաչիներից ունենք մաղադանոս եւ համեմ։ Դա էլ կարող եք դուք ձեր նախընտրությամբ իհարկե ավելացնել, սամիթ էլ կարող է լինել, ինչու ոչ կանաչ սոխ էլ կարելի է ավելացնել։ Ըստ ցանկության։ Ահա, այսպես կտրատեցինք մեր գազարը եւ հիմա ավելացնենք։ Այսպես։ Մի անգամից սիրելիներս ավելացում եմ նաեւ համեմունքները, համեմունքներից կավելացնեմ ուրեմն խմելի սունելի։ Այսպես։ Մի փոքր առատ կավելացնեմ։ Ես շատ հավանում եմ այս համեմունքը, այնպես որ եւ մսամթերքի հետ ընդհանրապես շատ համահուն չէ, թե թռչնամիս կլինի, թե պարզապես հորթի փապկամիս կլինի, շատ հարմար է խմելի սունելին։ Այսպես սև պղպեղ ենք ավելացնում, մի փոքր քրքում ենք ավելացնում, աղ ենք ավելացնում։ Ահա, եւ իմիջիալուց ես այստեղ դեռ չեմ օգտագործել սիրելիներս, բայց այստեղ նորություն ունեմ, էլի մսամթերքի համար նախատեսված համեմունք, դեռևս ամանի մեջ էլ չեմ լցրել, հենց այստեղ փաթեթից կօգտվենք, բայց ոչինչ, ինքը շատ հետաքրքիր խառնուրդ է էլի համեմունքների, որը նախատեսված է այսպիսի խճողակների համար։ Օ, ինչ բույր ունի, հոյակապ բույր ունի իմիջիալուց։ Այսպես ավելացրեցինք այս բոլոր համեմունքները, հուսամ աղը մոռացել ենք, ժողովուրդ ջան, աղ մոռացել ենք, մի փոքր աղ, ողջույն գեղեցիկ տղամարդ, լավ եմ, դու ոնց ես։ Ես նախաճաշ եմ ուզում եւ մտածում եմ մենք ունենք այդ հարմարություններն ու հարմար։ Ունենք, Սուրեն, ես քիչ առաջ ասացի, որ կհասցնեմ երևի թե պատառներ պատրաստել գործընկերներից, քիչ հետո ես դրանով կզբաղվեմ, եւ դուք համեղ նախաճաշ կունենաք։ Շատ լավ, ինչպես խոստացել ադի։ Այո, մենք այստեղ թե ունենք կատնաշոր, թե ընտիր պանրի տեսականի, թե քամած մածուն, այնպես որ լայն տեսականի կա։ Իմիջիալոց կուզեմ ցուցադրես բաստուրմայով պանիրը, որը նորություն է, Էլոլա ապրանքանիշի, բայց շատ հետաքրքիր է։
Այո, այսօր մենք դա կճաշակենք։ Այո, կարող ենք ճաշակել։ Այնպես որ դե ջիջիլ, ինչպես ասում են, ինչ ես անում հիմա դու։ Ես հիմա ուրեմն ավելացնում եմ տոմատի մածուկը, իմ սիրելի հեռուստադիտողին արդեն մանրամասնորեն ներկայացրեցի, թե ինչ համեմունքներ եմ այստեղ օգտագործել, գազարն ենք օգտագործել եւ իհարկե այս կանաչիները պետք է կտրեմ, ավելացնեմ մեր խճողակի մեջ։ Համարյա թե սիրելիներս պատրաստ է մեր միջուկը, միայն պետք է համբերատար սպասենք, մի փոքր շոգի խաշվի, եփվի, այնուհետև արդեն կզբաղվենք խմորով։ Խմորը մենք պետք է բացենք, այս խճողակը լցնենք մեջը ու այսպես փաթաթենք, տեղափոխենք ջեռոց։ Եվ իմիջիայլոց նշեմ, որ այստեղ ինձ Սոնան օգնեց, մենք քերիչով անցկացրեցինք պանիրը, մենք օգտագործեցինք սուլուգունի տարբերակը, իհարկե, քերիչով անցել, բայց ես նախընտրեցի նաև մյուս տարբերակը եւս օգտագործել։ Սա լորի, այո, լորի տարբերակն է, ուղղակի պարզապես ամենապարզ տարբերակը, նաև խառնեցի սրա հետ, որպեսզի շատ ավելի հարուստ եւ համեղ համ ստանա մեր այսօրվա ուտեստը։ Ահա, սա թողնեմ մի կողմ, այո, սա վերջում է լինելու։ Ես հենց հիմա կբերեմ այն հացիկները, որով պատառիկներ կպատրաստենք ձեզ։ Ես սպասում եմ քեզ օգնելու համար։ Ձեզ, դու կարող ես, ինչ ես նախընտրում, դու պատրաստես այդ։ Նախընտրում եմ համեղ նախաճաշ, օգտակար իհարկե բոլոր էլեմենտներով եւ տրամադրությամբ, ինչը կարծում եմ այստեղ շատ կա, որովհետեւ մեր գործընկերները շատ լայն ու հիանալի տեսակալ են ներկայացնում։ Ամեն դեպքում առավոտյան նախաճաշեք, սա շատ կարեւոր է, մենք միշտ նշում ենք այս մասին, բայց դե յուրաքանչյուրս իհարկե ունենք մեր նախաճաշի տարբերակը, ոմանց համար, ինչպես նաեւ իմ համար դա առավոտյան սուրճն է, հետո արդեն մնացած ամեն ինչը, բայց դե ասում են, որ այդպես սխալ է։ Դե հիմա սխալ է, ճիշտ է, արդեն սովորության համաձայն փորձում ես նախաճաշը սկսել հենց առավոտը սկսել սուրճի հետ միասին, իսկ Ադրինեն արդեն բերում է հացիկները, որոնք համեղ բան կդառնան այն ընթացքում, երբ դուք արդեն կարճատև դադար կլինի մեր եթերում, դուք էլ պատրաստ եք ձեզ համար նախընտրելի նախաճաշը, դա կլինի համեղ ինչ-որ փոքրիկ հացիկների հետ միասին, թե պարզապես սուրճի հետ ինչ-որ քաղցր բան, այսօր առավոտյան շատ կարևոր է։ Չմոռանանք, որ այս ամեն ինչը նաև պետք է համադրել հետաքրքիր ինչ-որ ատրիբուտներով, ինչը Ադրինեի մոտ դա շատ վարպետորեն է ստացվում եւ ուղղակի պարզապես կարելի է ոչնչից ինչ-որ բան ստանալ, որը շատ համեղ է, շատ հետաքրքիր է եւ շատ էսթետիկ տեսք ունի։ Այո, եւ ես խորհուրդ եմ տալիս եւս մեկ անգամ մեր շատ հարգելի հեռուստադիտողին, որ անպայման նախաճաշից չխուսափեն, սիրելիներս, անպայման փորձեք նախաճաշը, ուրեմն անպայման ուտել եւ հետո տանից դուրս գալ։ Դե այս պայն կարճատև դադար կլինի, մինչ Ադրինեն կպատրաստի այս հացիկները։ Դուք էլ մի բան արեք, պատրաստեք եւ հետո վերադառնանք միասին շարժվենք առաջ։ Շարունակում ենք մեր ծրագիրը, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, եւ մենք հասցրեցինք այս ընթացքում նախաճաշել, Ադրինեն համեղ ինչ-որ փոքրիկ հացիկներով պատրաստեց, իսկ ես օգտվեցի նաեւ կատնամթերքից, դե կատնաշորն ու թթվասերը առավոտյան հիանալի նախաճաշ են հատկապես նրանց համար, ովքեր մարզվում են, որովհետեւ սպիտակուցների պրոտեինի մեծ պաշարը հավատացեք հենց կատնամթերքի մեջ է։ Եվ փորձեք ձեր մարզվելու նաեւ տարբերակը գտնել Hills սպորտային համալիրում, որտեղ մենք ամեն առավոտ գնում ենք եւ տեսնում, թե ինչ է այս անգամ մեզ առաջարկում։ Սոն այս օրերի ուժային վարժություններ ենք անելու եւ իհարկե փորձելու ենք մարզել մեր մկանները, այնպես որ մարզչի հրաչի հետ միասին անցնում ենք այս մարզման փուլը։ Ողջույն, առավոտը Hills-ի շրջանակներում ես նորից Hills սպորտային համալիրում եմ։ Ուժային վարժություններ ենք անելու, մարզելու ենք կրծքամկանները։ Այնպես որ այսօր մարզիչ հրաչի հետ միասին փորձելու ենք իհարկե հենց այս վարժությունների շարքը ներկայացնել ձեզ։ Այսօր մարզում ենք կրծքամկանը, առաջի վարժությունը կսկսենք գանտելներով։ Վարժությունը կատարելիս շատ կարևոր է ձեռքերի դիրքը։ Երբ որ իջացնում ենք, նեգատիվ գործողությունը կատարում ենք ավելի դանդաղ, պոզիտիվը ավելի արագ։ Մինչև վերջ չենք բացում, գանտելները իրար չի հպվում։ Երկու, շատ լավ է։ Արմունկները առաջ, 3, մի քիչ առաջ, 4, 10, 5 անգամ են,
կարմունքները չենք մոռանում, առաջ։ Սկզբից գանտելները հեռվանում են իրարից ու ծալվում են, քիչ-քիչ դանդաղ իջեցնում ենք, մոտենում է իրար, կրկին չի դիպչում։ Երրորդ վարժությունը կրկին նախատեսված է կրծքամկանի վերին հատվածի համար։ Այս վարժությունը կոնկրետ կանենք ստատիկ, ձեռքը պահելով, որպեսզի մկանը ել ավելի դիմացկուն դառնա։ Սկզբից աջ ձեռքը պահում ենք, աշխատում է միայն ձախ ձեռքը, անում ենք 7-ից 10 անգամ։ Հետո նույն ձև պահում ենք սա ստատիկ դիրքով, անում ենք աջ ձեռքով, վերջում կատարում ենք միասին։ Իզոլացնող վարժություն, կրծքամկանի հետ կապված, փորձում ենք անենք տեխնիկան մաքսիմալ մաքուր։ Բարձրացնելուց ձեռքերը բացվում են, ֆիքսում ենք, դանդաղ իջեցնում ենք։ Վերջին վարժությունը կանենք butterfly մարզասարքի օգնությամբ։ Նստում ենք, զբաղեցնում ենք նախնական դիրքը, կրծքավանդակը առաջ, կոնցենտրիկ ուժը ավելի արագ, էքսցենտրիկը ավելի դանդաղ։ Փորձում ենք հետ տանելը մոտ 3 վայրկյան։ Ֆիքսում ենք կոնցենտրիկի ժամանակ։ Դանդաղ տանում ենք հետ։ Շնորհակալություն այսօրվա մարզումներից համար Մարզչին Հրաչին ճիշտ ցուցումների համար, այնպես որ այստեղ խիլ սպորտային համալիրում պատրաստ եմ բոլորին օգնելու։ Մարզվեք, եղեք առողջ եւ գեղեցիկ։ Մոտիվացիան այս առավոտ Սուրենից, ելի հեռուստադիտողներ, գնացեք անպայման Հիլ սպորտային համալիր, մարզվեք, այնտեղ շատ հարմարավետ է եւ բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի հենց ամբողջ ընտանիքի անդամներով լինեք այնտեղ։ Այո, շատ կարևոր է, որովհետև յուրաքանչյուրի համար նախատեսված է հենց առանձին մարզատեսակից շուտով նաև կբացվի ամառային բացօթյա լողավազանը, ինչը կտա հնարավորություն նաև հաճելին ու օգտակարը համատեղելու համար։ Հիմա տեղափոխվենք խոհանոց, որովհետև այնտեղ հաճելին ու օգտակարը միշտ կան, քանի որ Ադրինեն է այնտեղ թագավորում, եւ տեսնենք այսօր ինչ է արվում։ Սիրելի Ադրինե, շնորհակալ եմ սիրելիներս։ Բարի առավոտ իմ սիրելի հեռուստադիտող սիրելիներս, այսօր համեղություն ենք պատրաստում, շատ համեղ կարկանդակ խմորով եւ իհարկե խճողակով։ Ահա ցուցադրեմ, թե ինչպիսի խճողակ պատրաստեցինք, այն շատ գունեղ է եւ շատ համեղ է, ես արդեն համ տեսել եմ, այստեղ ունենք աղացած միս, գազար խոշոր կտրատված, կանաչի մաղադանոս եւ համեմ, իհարկե մի փոքր սխտորի կտորներ եւ բազմապիսի համեմունքներ եմ ավելացրել, խմելի սունելի, սև պղպեղ, քրքում, հատուկ խճողակների համար նախատեսված խառնուրդ համեմունքների, այնպես որ շատ համեղ եւ հետաքրքիր է ստացվել, բայց
չմոռանամ նշել, որ այստեղ նաև տոմատի մածուկ ենք ավելացրել, որ այսպիսի գեղեցիկ գույն ստանանք, համ եւ գույն։ Եվ իհարկե հիմա պետք է խմորով զբաղվենք, այսինքն խմորը գրտնակենք եւ ահա այսպես տեսեք, ամանից շատ հեշտությամբ այն դուրս եկավ։ Գրտնակենք, խճողակը լցնենք մեր խմորի վրա եւ տեղափոխենք ջեռոց։ Բայց չմոռանամ ասել, որ մենք անպայման պանիր պետք է դեռ ավելացնենք։ Պանիրը երկու տեսակի ենք քերիչով անցկացրել, լոռի եւ իհարկե սուլուգունի տարբերակը մեր գործընկերոջ առաջարկից։ Այստեղ եւ խճողակի մեջ ենք ավելացնելու եւ վրան ենք լցնելու ու տեղափոխենք ջեռոց։ Դե գնացինք առաջ։ Տեսեք, շատ իմիջիայլոց փափուկ այսպես շատ նուրբ խմոր է ստացվել։ Ահա, գնացինք առաջ։ Բայց ամենապարզ տարբերակով սիրելիներս ջուր, ալյուր, աղ, շատ սովորական խմոր է։ Կարելի է ցանկության դեպքում իհարկե խմորիչ ավելացնել կամ սոդա ավելացնել, արդեն ըստ ցանկության։ Կարող ենք նաև ձեռքով ձևավորել, ինչպես կցանկանաք, քանի որ շատ փափուկ եւ նուրբ խմոր է, նույնիսկ ձեռքով կլինի այն ձևավորել։ Այսպես։ Մի փոքր էլ ալյուր ենք էլի ավելացնում։ Ալյուրը սովորաբար պետք է սեղանին, այսպես ասած, շատ լինի, ժողովուրդ ջան, որ կարողանանք ոնց ուզենք խմորի հետ, ուրեմն շփում ունենանք, ալյուրը չի թողնում, որ կպչի, թե ձեռքերին, թե սեղանին, թե գրտնակին։ Եվ իմիջիայլոց հեշտ է լինում, ավելի հեշտ է լինում բացել, երբ շատ ալյուր ես օգտագործում։ Ինձ պետք է մեծ խմոր, որպեսզի խճողակը տեղավորվի։ Ահա, այսպեսի գեղեցիկ պատկեր։ Այսպես։ Իմ շատ սիրելի Ադրինե։ Ողջույն Սոն ջան, ողջույն։ Նորից ողջույն։ Ահա տես ինչպիսի գեղեցիկ մենք խմոր ենք ստացել եւ հիմա պետք է իհարկե։ Այո, շատ նուրբ, շատ փափուկ, ամենակարևորը։ Փամփլիկ է, փամփլիկ։ Այսպես։ Գնացինք առաջ։ Ինչ ենք անում հիմա, մի քիչ ավելացնում եմ այս խճողակի մեջ ես պանիր։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, իսկ պանիրը սոլոգունի եւ լոռի տեսակ է, ճիշտ եմ ասում ամեն ինչ։ Շատ ճիշտ ես ասում։ Էլոլա ապրանքանիշի, որովհետեւ այս ապրանքանիշը ունի պանիրների լայն տեսականի, ինչպես նաեւ առաջարկում է իր սպառողին անարատ կաթից պատրաստված կատնամթերք եւ ոչ մի հավելումներ իրենք չեն ավելացնում, այնպես որ կարող եք վստահաբար ձեռք բերել եւ վայելել ամբողջ ընտանիքի անդամներին, նաեւ տալ ձեր երեխաներին եւ վստահ լինել, որ իրենք օգտագործում են անարատ կաթից պատրաստված կատնամթերք։ Այո, եւ չմոռանանք նշել բաստուրմայով պանրի, որը նորույթն է իրենց, այո, այստեղ դուք տեսնում եք, ահա փոքրիկ տարբերակները, իրենք սոլոգունի պանիրը եւ բաստուրման միասին համատեղել են, այո, եւ ստացվել է հրաշալի համադրություն, այնպես որ եթե սիրում եք բաստուրմա եւ սիրում եք սոլոգունի տեսակի պանիր, ձեզ համար իդեալական տարբերակ կլինի, սիրելի հեռուստադիտողներ։ Այո, եւ հիմա ինչ ենք անում, սիրելիս։ Խճողակը, ժողովուրդ ջան, խմորը մեծ բացվածք ունի եւ հիմա խճողակը մենք մի հատվածում, այս հատվածում ենք լցնելու, որովհետեւ հաջորդ հատվածով պետք է ծածկենք այն։ Այնպես որ սա էլ ասեմ, որ ինչու պետք է միայն այս անկյունում լցնել։ Բավականին մենք շատ այսպես առատ խճողակ ունենք։ Ինչու է այդպես, որպեսզի շատ ավելի հագեցնող լինի, այո։ Եվ խմորի այո չափաբաժնին համապատասխան։ Այսպես ես փորձեմ ամբողջությամբ ամանը դատարկել։ Այսպես։ Ահա։
մի փոքր հիմա ձեռքով գտալի օգնությամբ փորձենք իհարկե դասավորել եւ իհարկե սկսենք ծածկել մեր խմորը։ Սիրելիներս, անցնենք առաջ, ես ասեմ, որ այսպես մի քանի ճեղք պետք է անենք մեր խմորի վրա։ Հիմա ինձ մի որպեսզի խմորը շնչի։ Այո, որպեսզի այն շնչի, դու իրավացես, չէ, այս դանակով չեմ ուզի անել։ Մենք գիտես ինչ, Սոնա։ Գուցե սա կամ այս փոքրը։ Գուցե, հա, դա, արի դա օգտագործենք։ Ահա, պետք է այսպես մի քանի ճեղք անենք մեր խմորի վրա, որպեսզի Սոնան ճիշտ նշեց, շնչի մեր խմորը։ Եվ իհարկե խմորի երեսին էլ հավկիտ պետք է տրորենք։ Հավկիտն էլ կարող ենք հարել կամ թթվասերով, կամ կաթով, կամ մի փոքր ջրով, ինչու ոչ, որ հատվածը լավ չենք ուրեմն կտրել, նորից կբացենք։ Ահա։ Այսպես, այո, ավելի։ Փոստերն բավական մեծ պետք է լինի։ Այո, բավական մեծ եւ տեսքը գեղեցիկ կլինի։ Այո, բացվածքը պետք է մի փոքր մեծ լինի։ Շատ լավ։ Այսպես։ Եվ հիմա փորձենք այսպես բերել։ Դու կարող ես օգնել ինձ, այո։ Այ այսպես ծածկեցինք մեր խմորը։ Ես եզրերը այսպես կփորձեմ ձեռքի օգնությամբ փակել։ Եվ քանի որ շատ տոնական այսպես հատուկ ուտեստ է ստացվում, ես իհարկե խորհուրդ կտամ շատ սիրելի հեռուստադիտողներին, որպեսզի այս հրաշալի բաղադրատոմսի հետ առանձնացնեն Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող անմահական գինիները եւ այսօր էլ նախատոնականը, վաղը տոն է, այնպես որ նշելու առիթ հաստատ կա։ Այո, եւ չենք մոռանում իհարկե, որ այս գինու գործարանը առանձնանում է իր պահածոների եւ հյութերի լայն տեսականիով, որոնք պատրաստվում են հատուկ շատ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, ովքեր շատ լավ տատիկներ են, մայրիկներ են եւ այսպես տնական համն ու հոտը բերում են այս գործարան եւ գործարանի արտադրանքի միջոցով փոխանցում մեր հայրենակիցներին եւ ոչ միայն մեր հայրենակիցներին, որովհետեւ արտադրանքը հայտնի եւ սիրելի է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Այո, այնպես որ գնեք, վայելեք, ճաշակեք։ Ադրին է։ Եվ սա ինչ հրաշք է։ Այո, եւ հիմա այս արանքներում նաեւ մենք փորձենք մեր պանիրը ավելացնել։ Այսպես։ Ու շատ զգուշությամբ կտեղափոխենք մեր եւ այն ջեռոցում կհալվի։ Այո, եւ հալչելուց հետո կլինի իդեալական, այո, համադրություն օրվա բաղադրատոմսի հետ։ Ես քիչ հետո կտրորեմ նաև հավկիթը, այն ինչու եմ ասում քիչ հետո, կուզեմ առաջին հերթին մի փոքր խմորը եփվի, երբ եփվեց, այսպես եմ տեղափոխելու ջեռոց, երբ մի փոքր խմոր արդեն պատրաստ կլինի, ես կտրորեմ հավկիթը եւ կթողնենք արդեն ամենավերջում, որպեսզի կարմրի մեր խմորը, որովհետեւ սովորաբար, երբ ամենասկզբից տրորում ենք, տեղափոխում ենք ջեռոց, երբեմն երեսը շատ է կարմրում, ես հիմա չեմ ցանկանա, որ այդպես լինի, դրա համար ավելի ուշ, դուք էլ կարող եք թողնել, այո, ավելի ուշ։ Դե կարծում եմ ամեն ինչ պարզ է, ամեն ինչ պարզ է, այո, հիմա մեզ մոտ նաև թավան է պատրաստ, ես կտեղափոխեմ այն թավայի մեջ եւ կտեղափոխենք ջեռոց։ Իսկ այդ ընթացքում մենք ունենանք կարճատև դադար, որից հետո կդիմավորենք այսօրվա մեր արդեն երկրորդ հյուրերին։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայիսի 10-ին ներկայացնելու է ինքնատիպ ու ադրենալինով լի ռոք համերգ։ Վանական խումբը ներկայացնելու է առեղծվածային երգեր համադրելով art rock-ը, progressive rock-ն ու տարբեր էթնիկ տարրեր։ Իսկ Perfect Legacy խումբն ապահովելու է երեկոյի բարձր էներգիան ու ադրենալինը։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Էմիլ Խոսրովյանը, Perfect Legacy խմբի վոկալիստը եւ Վան Հովանեսյանը, վանական խմբի վոկալիստը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Հոյակապ, շատ լավ։ Խոսենք ու հասկանանք ինչ է սպասվում մայիսի 10-ին եւ սա ինչ գաղափար էր եւ ինչպես իրականացվեց։ Սկսես դու։ Երկե։ Դե ինչպես գիտեք, ռոք համերգները հիմնականում լինում են ինչ-որ underground վիճակներով, չէ, լինում է open air, լինում է մեծ համերգներ, բան։
Այս անգամ որոշել ենք մշակութային կոնկրետ օջախում, ֆիլոյում, ես իրան տենց անվանեմ, սիրում եմ տենց անվանել, էլի, շատ երկար է, ֆիլոն ավելի լավ է։ Որոշել ենք այնտեղ մի հատ ընդհանուր performance անենք, այն ինչ որ կապված է մեր ազգայինի հետ, մեր մշակույթի հետ, այն ինչ որ մենք ունեցել ենք, այն կատարյալ ժառանգությունն ու այն ամեն ինչը, ինչ որ մեզ թողել են ու այն ամենի, ինչ որ մենք հիմա կարող ենք ցույց տալ։ Վանականի հետ որոշել ենք դնենք այդ համերգը, պետք է որ շատ գեղեցիկ լինի, մինչև համերգը պետք է որ հետաքրքիր անցնի, իլյուստրացիաներ են լինելու, հետաքրքիր տեքստեր են լինելու, ընդհանուր զալի առաջին հարկը եւ ներքնահարկը ամբողջովին լցված է լինելու այդ երեկոյի շունչով, պետք է որ կատարյալ հետաքրքիր բան լինի։ Շատ հետաքրքիր էստեղ մի բան կա, որ ինձ հետաքրքրեց առեղծվածային երգերը։ Ինչա նշանակում առեղծվածային երգերը։ Ինձ էլ է հետաքրքիր է հարցը իրականում առեղծվածային երգեր փորձում։ Համադրելով art rock, progressive rock։ Այդտեղ ավելի հեշտ կարելի է հաղորդել։ Մի քիչ էլի պրոֆ մակարդակի վրա է։ Չգիտեմ, լսել եք վանական հարցնում։ Հաճելի է։ Մեր երգերի մեջ ոնց որ կերպարներ, այտենց պատմություններ, դրամատուրգիա էլի կա։ Չգիտեմ, դրա համար են երևի առեղծվածային բառը օգտագործում շատ շուտ, ես չեմ սիրում ամենայն դեպս այդ բառը։ Չեմ կարող ճիշտն ասած այդ հարցին, տես լավ պատասխանեմ էլ ինչի առեղծվածային։ Շատ լավ, կոնցեպտը ինչպիսին է լինելու, հա, ամերիկի կառուցվածքը, հետո ֆիլհարմոնիկում, ռոք, սա արդեն մի քիչ դուրս է այդ հասկացողության սահմաններից, եւ ինչ կոնցեպտով է կառուցված ամբողջ համերգային ծրագիրը։ Դե ֆիլհարմոնիկը հիմա շատ հետաքրքիր բան է անում, նոր էքսպերիմենտալ ժանրերին ահագին տեղ է տալիս, երիտասարդությանը հնարավորություն է տալիս, որպեսզի ավելի շատ հանդես գան իր մոտ։ Մենք ընտրել ենք կոնկրետ ներքնահարկը, որովհետեւ այնտեղ աուրան լրիվ ուրիշ է, պատերը լրիվ տուֆից են, այդ պատերին հետաքրքիր իլյուստրացիաներ են լինելու, այն հարցին, որ ասում եք վանականի մասով, չգիտեմ, վանը կարող է չի կարա այդ սաղ ասի, որովհետև ինքը բեմի վրա երգում է, ես կասեմ, որովհետև ես լիքը լսում եմ կողքից վանականին, այդ վանականի երաժշտությունը ահա որ միստիկ բնույթ ունի, երբ որ կողքից ես լսում, վանի ձայնը շատ լայն է, իրանց երաժշտությունը ավելի խորն է ու այդ ամեն ինչը ընդհանուր մի հատ այնպես միստիկ մթնոլորտ է ստեղծում, որ ըստ իս ֆիլհարմոնիկի պատերի հետ միասին չգիտեմ, ինչ-որ հենց տենց խորհրդավոր վիճակ է լինելու, հա, դե դրանից հետո էլ մենք կնվագենք, մենք ջղային բաներ կնվագենք մի քիչ, վանականի վրա ջղայնացած կնվագենք, չէ, այդքան է ջղայնացած բաներ չենք նվագի, իրականում մենք էլ ենք էթնիկ էլեմենտներով երաժշտություն նվագում, մի քիչ ավելի ծանր բան ենք նվագում, բայց հաստատ նույն, ասենց անգլերեն ասում են, նույն վայբի մեջ է լինելու ընդհանուր համերգը։ Իսկ սա առաջին համագործակցությունն է եւ արդյոք շարունակական կլինի։ Մեր խմբերի մեջ այո, առաջինն է։ Հուսանք շարունակական կլինի։ Մենք փորձենք ոնց որ տենանք կպնում է իրար թե չէ, հա։ Մագիան լինում է թե չէ, նոր էլի շարունակենք։ Իսկ ես ճիշտ եմ հասկանում, որ դուք առավոտյան մարդիկ չեք, որտեղ շատ հանգիստ եք ռոքի աշխարհի մարդկանց համար հիմա։ Առավոտյան մարդիկ չեն։ Вообще առավոտվա չէ։ Չէ, բայց այդ ռոքի աշխարհի մարդկանց տենց սովորական մարդիկ ենք էլի։ Շատ էներգիայով մարդիկ են։ Չէ։ Շատ էներգիա չունենք։ Այդ շատ էներգիան բեմի վրա է ծախսում։ Դրանից ամենակ ու հանդիսատեսից է գալի այդ էներգիան էլի ոնց որ ամբողջ կյանքում կուտակում ես, դուրս ես գալի բեմ։ Այո։ Ու փոխանակում ես անում էլի էներգիայի լսողների հետ։ Մայիսի 10-ին մնացել են ընդամենը 2 օր, հա, եթե այսպես հաշվենք, ինձ հետաքրքիր է ռոքի սիրահարները, այո, ինչքանով են ջարդում դռները համերգի ներկա գտնվելու կամ ինչ դժվարություններ եք դուք հանդիպում հենց այդ առիթով, որովհետև այսօր շատ դժվար է։ Սիրահարներ շատ կան, բայց նրանց հավաքել միտեղ այդ արդեն դժվարություն է։ Դռները ջարդում։ Այդ մի քիչ խիստ է ասված իրականում։ Չէ, Հայաստան ռոք մյուզիքի սիրահարները շատ են, բայց մետալ մյուզիք լսող մարդիկ են բավական քիչ ու այդ երկու մասանային միտեղ հավաքելը բավական բարդ բան է։ Դրա համար հիմա հենց այս կոնցեպտն ենք փորձում հասկանանք ինչ կստացվի, էլի։ Ոնց որ հույսը չենք դրել, որ պետք է այդպես դռները ջարդեն բան, ոնց որ ունենք մենք մեր ոնց ասեմ, երկրպագու չասեմ, լսարանը, հա։
որ նույնիսկ պատրաստ ենք, ասենք, իրենց անվճար հրավիրելու էլի այդ համերգներին, զուտ ցանկություններն է, որ տենան մարդիկ։ Այս համերգի խորագիրը բան տենց ընդհանուր մթնոլորտը նենց է լինելու, որ ուզում ենք զուտ ինչքան հնարավոր է շատ մարդ տենա, ինչքան հնարավոր է շատ մարդ մտնի այդ աուրայի մեջ վայելի։ Շատ լավ, դե եկեք ուրեմն մի փոքր հիմա համերգը թողնենք մի կողմ ու խոսենք խմբերի գործունեությունից, հա, ինչքան ենք այսօր կարողանում հասանելի դառնալ լսարանին կամ ինչքան այսօր լսարանը անցալելի հենց խմբերի համար։ Շատ բարդ է հասանելի դառնալը։ Դե ռեսուրսները շատ են հասանելիության, բայց ռեսուրսները շատ են, բայց ցանկալի չեն, էլի, ասենք, լիքը մեթոդներ, որ կիրառենք։ Նայեք, արվեստի մեջ լինելով sense, որ ստեղծագործող մարդ ես լինում, լիքը մեթոդներ էլի, տենց նույն social media, որ ասվածը կա։ Այդ social media-ում ես ասենք չեմ կարողանում sense տրամադրեմ ինձ, որ պետքա ռիլեր նկարեմ, story-ներ անեմ, պարտաճանաչ, sense, որ feedback ունենամ ինչ-որ, էլի, լավ։ Բայց ինչու դա հեշտացնում է այսօր։ Չէ, հեշտացնում է, բայց դժվար է դրան գնալը իմ համար էլի նույն։ Բայց պատկերացեք, եթե հնարավորությունը չունենայիք, ամեն ավելի դե իհարկե, հա, հնարավոր է, որ ավելի բարդ լիներ, հնարավոր է ավելի հեշտ լիներ։ Բայց իմ կարծիքով ավելի հետաքրքիր կլիներ։ Դե եթե մի քիչ հետ գնանք ու հասկանանք, երբ որ Կարեն Փիրեի բան բյուրհայտ շատ ակտիվ գործունեություն, այդտեղ չկա social media հասկացողությունը եւ հասանելիությունը ավելի, չգիտեմ, մի տեսակ պարզություն կար այդ շփման մեջ։ Հիմա այդ պարզությունը կորել է, որովհետեւ արանքում կա էկրան, որի միջոցով ես արդեն դու շփվում եւ տեսնում։ Լիքը ժամանակ բավարարվում է ստաժը այդ էկրանի միջոցով էլի, ասենք։ Հա, էլ ինչի գնամ համերգին, եթե կարող եմ այսպես միացնել լսել։ Այն ժամանակ TV-ներ ու ռադիոներ, ինտերնետը չկար ու դե մարդիկ ստիպված նայում էին այդ TV-ին ու այլ ընտրանք չկար։ Իրենք պետք է այդ TV-ին նայեն, պետք է հասկանային թե ինչ է կատարվում, դրա համար էլ ավելի հեշտ էր դառնում, չգիտեմ, հայտնիություն ձեռք բերելը։ Իսկ հիմա անկեղծ էլի հիմա չգիտես դու ռիլ նկարես, երգ գրես, այդ երգը փորձես համեր գտած թե որն անես։ Ամեն դեպքում դրա համար պետք է ըստիս ուրիշ մասնագետ լինի, էլի, չգիտեմ։ Այս դեպքում դες խճճում է, ոչ թե օգնում։ Իհարկե, իհարկե, դրա համար պետք է առանձին մարդ լինի, չգիտեմ, մենեջեր լինի, ով որ այդ ամեն ինչով զբաղվում է։ Ես կարծում եմ, որ կիրականանա պրոյեկտը շատ լավ, եթե ոչ այս համերգին, ապա գոնե հաջորդ համերգներին դռները կջարդեն, լավ իմաստով եւ իհարկե միգուցե նաեւ հենց այս ֆակտը, հա, որ ֆիլհարմոնիկում ռոք, միգուցե նաեւ լսարանին սա է մի փոքր զարմացնում, որովհետեւ ձևաչափ հայել եք ընտրել, որովհետեւ ամենայն դեպս ռոքի լսարանի համար underground տարբերակները միշտ ավելի այսպես համահունչ են դառնում, սա էլ է underground, բայց ֆիլհարմոնիկի սահմանների մեջ, բայց համոզված եմ, որ այս էքսպերիմենտը հաջողությամբ կպսակվի եւ արդեն կնախատեսեք հաջորդ համերգները։ Չէ, դե Վանը համեստություն անում, ես գիտեմ, որ դռները ջարդելու են այդ։ Այդպես լինելու է։ Ուղղակի Վանը հիմա համեստություն է անում։ Եկեք համեստությունը թողնենք մի կողմ եւ իհարկե վայելենք հենց այդ երեկոն, որը արդեն մայիսի 10-ին է ռոքի սիրահարների համար, հիշեցնենք, որ ֆիլհարմոնիկում մայիսի 10-ին ներքևի հատվածում իհարկե լինելու է այս երկու խմբերի ու հետաքրքիր տարբերակներով ներկայացված երգերի համադրությունը, որը կարծում կտա հենց այդ տրամադրությունը, ինչպես արդեն նշեցին, vibe-ը, իսկ մենք փորձենք նախապատրաստել ձեզ այդ տրամադրության Իջևանի Սարգոն սպիտակ չոր գինով, չգիտեմ ռոքի ինչքան է համահունչ, բայց ամենայն դեպս տրամադրությունը կատարվում է։ Ձեզ հաջողություններ ենք մաղթում։ Շնորհակալություն։ Դե ռոքի սիրահարներ տեսեք ինչ եք անում մայիսի 10-ին, իսկ մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամ փոփենք այսօրվա առավոտը։ Բարի ողջույնների թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, մենք այսօր պատրաստեցինք շատ համեղ կարկանդակ։ Այն ջեռոցում է, ես հենց հիմա կբերեմ, կցուցադրեմ, բայց պետք է նորից ետ ուղարկեմ ջեռոց։ Սիրելիներս, ահա այսպիսի գեղեցիկ կարկանդակ ենք այսօր պատրաստելու։ Մի փոքր դեռ տեղ ունի եփվելու, ես այն կտեղափոխեմ նորից ջեռոց, որպեսզի լավ կարմրի։ Հիմնականում եփված է, պարզապես պետք է կարմրաթուշիկ դառնա այն։ Հիշեցնեմ ինչ էինք արել այստեղ։ Մենք աղացած մսով, գազարով, կանաչ հեղենով, համեմունքներով, տոմատի մածուկով խճողակ էինք պատրաստել եւ լցոնել էինք մեր ավանդական շատ պարզ պատրաստվող խմորի մեջ։ Պանիր էինք ավելացրել ամենագլխավորը, որը հիմքն է հանդիսանում այսպիսի կարկանդակների։ Դուք էլ պատրաստեք, վայելեք, ձեզ բարի ախորժակ եմ մաղթում եւ ասում եմ, ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։
Շնորհակալություն Ադրինե, այո, համոզված ենք շատ համեղ է ստացվելու, անպայման, երբ որ արդեն պատրաստ ինքը ճաշակենք եւ չենք մոռանա այս ամենը համադրել այն համեղ կոմպոտներով, որ ներկայացնում է Իջևանի գինու գործարանը։ Իդեպ տեսականին շատ մեծ է կոմպոտների, պահածոների, գինիների, որոնք առաջարկվում են յուրաքանչյուրիս ճաշակի համար։ Եվ յուրաքանչյուր առավոտ մի մոռացեք սիրելի հեռուստադիտողներ նախաճաշել։ Մենք արդեն Սուրենի հետ նախաճաշեցինք առավոտյան եւ նախընտրեցինք Էլոլա ապրանքանի շիկ ատնամթերքը եւ պանիրների լայն տեսականին։ Այս ընկերությունը առաջարկում է բացառապես անարատ կաթից պատրաստված կատնամթերք, այնպես որ դեռ նախապատվությունը տվեք իրենց եւ զգացեք բնական կաթի համը հենց Էլոլայի հետ միասին։ Զգացեք նաև տրամադրությունը եւ այն էմոցիաները, որոնք միանշանակ հարկավոր են յուրաքանչյուրիս ճիշտ խոսքերի հետ միասին։ Այդ խոսքերը շրջանավարտների համար ներառված են արև բացիկներում։ Թաթա Սիմոնյանի երգն է այստեղ վերջին զանգ, որտեղ իհարկե նաև հնարավորություն կա բացիկներում ներառել ձեր շնորհավորանքը եւ այստեղ ետևի մասում QR կոդն է, որին պարզապես հեռախոսամոտեցնելով միանգամից կմիանա երգը։ Այս բացիկները կփոխանցեն էմոցիաներ, իսկ բացիկները հարցրեք Արև Քարց Instagram-ի էջով կամ պարզապես Kaiser սուպերմարկետում եւ քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում։ Եվ իհարկե ձեր լավագույն առիթները վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Համոզված եմ ժամը 10-ից սկսած մի հարց է ձեզ տանջում, թե այս տնաշենի տղեն ինչի է այսքան սիրուն։ Ասեմ, որ այդ հարցին երեկ ինձ պատասխանեցին Master Right Barber Shop-ում, որտեղ բարբերների քրտնատանջ աշխատանքից հետո ես դարձա Արա Գեղեցիկը եւ բնականաբար ձեզ էլ այն հասանելի, եթե գնաք Նալբանդյան 37 եւ միանգամից իհարկե ձեզ այնտեղ կսպասարկեն բարձր տրամադրությամբ ու ժպիտով։ Սիրելի աղջիկներ, ոճային եւ առանձնահատուկ կլինեք իհարկե Դավնի խանութսրայի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրան ունի երկու հասցե, Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք, ծանոթացեք գարնանային նոր, շատ շքեղ ու շատ գեղեցիկ տեսականուն եւ այնտեղ գործում են նաեւ զեղչեր, այնպես որ գտեք ձեր գարնանային լուքերը Դավնի խանութսրահում։ Չմոռանաք վաղը նույնպես ժամը 10:00-ից միանալ մեզ, գիտեմ, որ վաղ աշխատանքային չէ, հանգստյան օր է եւ պետք է բոլորդ իհարկե տանեք, այնպես որ ժամը 10:00-ից միացեք ATV առաջին ծրագրին եւ մենք նորից մեր մեծ թիմով գալու ենք, որպեսզի ձեզ ասենք բարի լույս ու չմոռանանք, որ այս ամենը պատրաստված էր սիրով։